Հերմինջան բացել եք էլի մի քիչ էլ բացել եք ժողովուրդ Ինչ բացվեք հայ ես ավելի հազար Պարուսյանը ինչու վարչության մեջ 3 հոգի ընդամենը կողմ քվեարկեց, որպեսզի դուք դրդեք պատգամավորականություն, որ բարեվարչության մեջ եք համապատասխան ինչ Դուք չգիտեմ ինչին կամ ում եք հղում տալիս, ես որպեսզի բամբասանքներին չանդրադառնամ, ասեմ թե ինչ է տեղի ունենում հիմա քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում, ուրեմն քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը իշխանության գալուց հետո առաջի անգամ պատրաստվում է հերթական ազգային ժողովի ընտրություններին, հիշում եք, որ 21 թվականին ունեցել ենք արտահայտ ընտրություններ վարչապետի հրաժարականից հետո եւ հապճեպ կազմվել է ցուցակ եւ ցուցակի կազմվել է վարչության որոշմամբ, այսինքն վարչությունն է որոշել թե ով պետք է լինի ցուցակում եւ ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Այժմ մեր համար նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, երբ մենք հապճեպ չենք որոշելու ցուցակը եւ կուսակցությունը իրենից վարչության նախագահի տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1-ից 30-ը եւ վարչությունը պետք է հաստատի թեկնածուների առաջադրվելը դեկտեմբերի 1-ից 31 ընկած ժամանակահատվածում, որից հետո հաստատված ցուցակը արդեն կդնի քվեարկության ամբողջ կուսակցության մեջ համագումարում, որտեղ 1000-ից ավել կուսակցականներ կքվեարկեն եւ որ թեկնածուն որ շատ ձայն հավաքի կզբաղեցնի առաջի համարը նրանից պակասի երկրորդ եւ այդպես կձևավորվի քանի հոգի կմասնակցի մոտ 300 կամ 380 հոգի հայտ են ներկայացրել այս պահին մոտավորապես կարծում ենք որ 300-ից 350 հոգի կլինի թեկնածու եւ պատվիրակները, այսինքն ամբողջ կուսակցության պատվիրակները 1100 մոտավորապես թվով կորոշեն թե ով որ համարը պետք է լինի։ Նաև այս փուլում վարչությունը տեսեք մամուլում պատվերով ըստ իս պատվերով իբրև ստիվ, բայց դա պատվեր էր բացահայտ հրապարակում, որը նաև տարածվեց այլ լրատվական կայքերով ես նրա մասին կուսակցությունը բացասել իրականությունը եղել է հետևյալը, որ կուսակցությունը ինչ հրավիրել է ոնց որ մյուս թեկնածուներին եւ կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրից տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա այս պահին ես ունեմ երկու հրապարակին հեսա կանդադառնամ ձեզ չէ ոչ միայն այս պատվերին ես բոլոր պատվերներին կանդադառնամ ես հիմա չեմ ուզում բանավեճի մտնել ձեզ կանդադառնամ հիմա ուրեմն ես ունեմ երկու ճանապարհ առաջին գնալտուն եւ չլինել հաջորդ ցուցակում եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները, քանի որ մեր կուսակցության կամավորությամբ բոլորը գիտեք, որ կուսակցության անդամը իրավունք ունի բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը, ոչ խնդրում եմ մի ընդհատեք, դա ընդհակառակը սահմանում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ գաղափարագիր ընկեր Նիկոլ Փաշինյանի նաեւ համար կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ ցանկանում արտահայտվել, որովհետեւ ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների մասնակցել եմ սկսած 2006 թվականից երբ 14 տարեկան էի, 2007 թվականի իմպիչմենտի դաշինքի բոլոր երթերին եւ հավաքներին եմ մասնակցել, հետո միասին մեր պայքարը շարունակել ենք 2008 թվականին արդեն հայ ազգային կոնգրեսի շրջանակներում 2014 թվականից եղել եմ քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորման անդամ, միասին աշխատել ենք եւ գրել ենք առաջին կանոնադրությունը, եղել եմ աշխատանքային խմբում, երբ մենք ձևավորում էինք կուսակցության առաջին կանոնադրությունը, 2015 թվականին եղել եմ քաղաքացիական պայմանագիր, կներեք ավարտեմ, Ես 2015 թվականին եղել եմ կուսակցության հիմնադիր անդամ, դրանից հետո 2017 թվականին մասնակցել եմ թե խորհրդարանական, թե հետագայում նաև Երևանի ավականու ընտրություններին, եղել եմ Նիկոլ Փաշինյանի շտաբում, մշտապես նրա կողքին ու ինձ միշտ մշտապես առաջ է մղել այն գաղափարը, որ մենք պետք է պայքարենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար, երկրում հավասարություն եւ իրավահավասարություն եւ արդարություն հաստատելու համար։
Հիմա եկել են հիմա որ միասին խոսում ես չեմ կարող կլինի ես խոսամ ձեր հարցի պատասխանը, որովհետև ձեր հարցերի պատասխանները ես հիմա կարող եմ հնչեցնել կամ կարող եմ ասել բաներ, որից հետո նոր հարցեր ծնվեն։ Հիմա ես զբաղվել եմ օրենսդրական գործունեությամբ վերջին 6 տարիների ընթացքում։ Հիմա պետք է ըստ իս նաև ըստ վարչության որոշման կուսակցության համագումարը պետք է որոշի, թե ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Ես ցանկանում եմ, որպեսզի վարչությունը ինձ հնարավորություն տա, որպեսզի ես առաջադրվեմ, ոչ թե ֆիքսվի իմ տեղը կենտրոնական ցուցակում, այլ ես հնարավորություն ունենամ ներկայացվելու կուսակցության անդամներին եւ կուսակցության անդամները որոշեն։ Ես կլինեմ անցողիկ տեղում, օրինակ միջև 50 կամ 70, թե կլինեմ օրինակ 350-րդ համարը եւ ուղղակի չեմ լինի ազգային։ Ես ոչ թե ցանկանում եմ ունենալ անցողիկ տեղ, ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես հիմնադիր կուսակցական եւ ունենալ ներկայանալու հնարավորություն։ Եվ արդեն իմ գործունեությունը վերլուծել եմ մեր կուսակցականների կորոշել։ Այս պահին վարչությունն է։ Ես վստահ եմ, որ եթե համագումարը ընտրի, ես կունենամ անցողիկ տեղ եւ կլինեմ Չի քննարկել նոր հարց։ Ես արդեն պատասխանեցի, որ ես իրացնելու եմ ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի եւ նաեւ ունենալ առաջադրվելու իրավունք, նաեւ կարծում եմ, որ առաջիկայում այսօր կամ վաղը կամ մոտորապես հրավիրի, որպեսզի քննի իմ բողոքը եւ բավարարի բողոքս կամ մերժի։ Դուք ասեմ, ունեմ այդ հարցի պատասխանը։ Ես իմ գործունեությամբ ճակերտների մեջ ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անունները, ովքեր այս պահին ձեր գործընկերներին ասել եք, որ Ձեզ որ դեպի տեղեկատվությունը, այդ նույն մարդն ասել, որ պատվիրով գրել եք մտածը։ Մարդիկ դուք կարծիք ես հրավիրեք, դուք ինչ է նշանակում, այսինքն ինչի հետ կապված եք ես հաստատի, ինչ է իրականացնում, ասեք ով է, տեսեք, արգելվում է փակնիստից, արտահոսք ապահովել, ու մնաց նաև պատվեր տա, բայց դա արտահոսք չի, դա պատվեր է, որ երկրից Հիմա հաջորդ հարցին անդրադառնամ։ Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով եւ որոշ առաջարկներ եմ արել կառավարությանը, 10 առաջարկներ եմ արել, որոնք ընդունվել են եւ նաեւ 5 օրենսդրական նախագծերի հեղինակն եմ։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը նաեւ որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել առաջադրվելու իրավունքը Կայանում է հետևյալը։ Ես օրենքի նախագիծ եմ հեղինակել եւ սկզբնական շրջանում դրան դեմ եղել ֆինանսների նախարարությունը, պետական եկամուտների կոմիտեն, խոսքը վերաբերվում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու։ Օրենքը ընդունվեց շատ բուռն քննարկումների արդյունքում, քննարկումներից մեկի արդյունքում, որը տևել է 2 օր, ես երկար ելույթ եմ ունեցել եւ վերել եմ բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է մենք բարձրացնենք պետական ընկերությունների հարկերը, որոնք վերջում ձևակերպեցինք կրկնակի դուրքի տեսքով, օրենքի նախագիծը ընդունվեց։ Այս պայմանությամբ ապրիլից մինչև այս պահը 10 միլիարդ, շուրջ 10 միլիարդ ավել գումար է մուտքագրվել պետական բյուջե, ասեմ, այո, հենց այդ նախագիծը, այո։ Հիմա թույլ կտակ շահում։ Հիմա այս նախագծի տրամաբանությամբ մեկ տարվա ընթացքում 13 միլիարդ դրամ կամ մոտավորապես 33 միլիոն դոլար կներեք ավել գումար է մուտքագրվելու պետական բյուջե։ Հաջորդ հասցեն։ Հիմա ասեմ, ըստ այդ օրենքի նախագծի սահմանված է, որ հունվարի 1-ից եթե չունենենք խաղային օպերատոր, պետք է 3 անգամ բարձրանա հարկերը։ Այսինքն եւ առաջիկայում մենք տեսնում ենք, որ խաղային օպերատոր չենք ունենալու, արդյունքում հունվարի 1-ից 1 տարվա ընթացքում պետական բյուջե մուտքագրվելու մոտավորապես 70 միլիոն դոլար հավելյալ գումար։ Հիմա մենք պետք է հասկանանք, կներեք, ոմանք ովքեր են հստակ անուններ, հիմա մենք չեք Հիմա այդ գումարները, որոնք մուտքագրվել են պետական բյուջե, նախկինում դրանք գնացել են
այդ մարդկանց գրպանները, ովքեր որ այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են եւ միլիարդատերեր։ Այդ գումարներից, այո, իհարկե ունեն եւ այդ գումարները իմը եւ որ ժամանակը կասեմ։ Իհարկե ոչ։ Չի կարող նման բան լինել։ Ես կարող եք լսել հարցը։ Եթե ավելի 70 միլիոն դոլար այս ընկերությունները գումար են տալու պետությանը, որից մի մասը արդեն տվել է, ինչ է ստացվում, որ իրանք ունեն խնդիր լրջագույնս իդեմս պատգամավոր Սարգսյան Հայկի, ով բարձրացնում է այն հարցերը, որոնք որ մեր հանրությանը հուզում են, որտեղ այսօր խաղամոլությունը, թմրամոլությունը եւ քրեական վարկերը ամենաշատն են ցավացնում եւ հուզում մեր հանրությանը։ Ես այդ հարցերը ըստ նաեւ պատմության, եթե դուք նայեք վերջին գործունեություն ազգային ժողովի, միակ պատգամավորն է եղել, ով այս հարցերը բարձրացրել է եւ պայքարելով հասել է արդյունքին իշահ մեր պետության, վտանգելով նաեւ իմ սեփական կյանքը։ Քանի որ մարդիկ, ովքեր միլիարդներով այն ժամանակ դնում են գումար իրենց գրպանները, ստիպված պետք է կտրեն եթե պետությանը, որպեսզի այդ գումարները ծառայեն մեր ժողովրդին։ Հիմա ստացվում է, որ ես մեծ օգուտ բերելով իմ պետությանը հայտնվել եմ թիրախային իրավիճակում եւ վարչության որոշ անդամներ նեղացած չեն գնահատել։ Մեծ մասը պաստորենից եմ ասել, պաստոր մեծ մասը չկավիարկել ձեր։ Ես քվեարկության արդյունքները, ես քվեարկություն մի վիճեք, բոլոր հարցին կպատասխանեմ։ Ես վարչության անդամներից ով ինչպես է քվեարկել, կարող եմ ենթադրել, բայց չգիտեմ, քանի որ դա ինձ չեն ասել, կարող եք այնտեղ ներկա եղել, դուք հրապարակորաթերթը ներկա լինում վարչության։ Այսինքն դուք ինչպես գիտեք, որ երեքով գիտեք ով է գալ, ով ասել։ Ով ասել է։ Դե ով է ասել, եւ միջև չասեք ով է ասել, ես չեմ շարունակել ձեր հարցին պատասխանել։ Բնականաբար մեծ մասը դեմ է քվեարկել, ես բայց չեմ կարող ասել ով է դեմ քվեարկել, ով կողմ, ցանկանում որպեսզի եւս մեկ անգամ իմ բողոքը վարչությունը թույլ տա իրացնեմ ես իմ որպես կուսակցական իմ իրավունքը, որտեղ ունեն սահմանափակ իրավունքներ, որոնք այո, կանոնադրությունից մեջ բացեք 21-րդ հոդվածը սահմանում է կուսակցական անդամի Ինձ որևէ հիմնավորում չներկայացվել, ինձ բանավոր խոստու վարչության անդամներից մեկը իմ ընկերներից փոխանցել է, որ վարչությունը մերժել են Չէ, պաշտոնապես կուսակցության վարչությունը որոշել է, որ տվյալ վարչության անդամը պետք է ինձ փոխանցի վարչության դիրքորոշումը, նա փոխանցել է ոչ, բանավոր անդիմաժողով։ Ինչպես է վարչությունը չգրանցվող տեխնոլոգիաների ինչպես է դա տեսեք հենց նախ խնդիրներից մեկը դա է, որ բազմաթիվ հարցեր դեռևս որոշված չեն, հենց առաջին հարցը չափորոշիչների հարցն է, թե ինչ չափորոշիչով պետք է կուսակցականը հավակնի, այսինքն որ չափորոշիչներն են, որ ինքը պետք է բավարարի, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվելու, դա սահմանված չէ, եւ նաեւ ես, որ այդ չափորոշիչները այս պահին սահմանված չեն եւ որևէ մեկը չգիտի, որ ես եթե ներված լինեի, ես չէի բողոքարկի, ես կգնայի մեր տուն, բայց քանի որ ես չեմ ցանկանում դավաճանել իմ սկզբունքները եւ այն ժողովրդին, որ մեզ բերել է իշխանության, ես ուզում նշել, որ 2018 թվականի ապրիլի 22-ին, 23-ին եւ 100,000 մարդիկ դուրս եկան փողոց, ես գտնվում էի կալանքի մեջ եւ ինձ սպառնում էր մինչեւ 8 տարվա ազատազրկում Եվ եթե ժողովուրդը դուրս չկա պայքար, ես դեռևս կգտնվի անազատության մեջ, այսինքն ես իրավունք չունեմ դավաճանելու իմ ժողովրդին, ես պետք է պայքարեմ, որպեսզի այն արատավոր երևույթները, որոնք ես նշել եմ, առաջինը խաղամոլությունը, ինչպես է ծնվել այս միտքը։ Հազարավոր քաղաքացիներ ինձ դիմել են ասել Հայաստանում խաղամոլություն այս աստիճանն է, մարդիկ ինքնասպանություններ են անում, իրենց տներն են գործունում, պետք է կանխել։ Ես 3 առաջարկ եմ արել մեր գործընկերներին, առաջին փակել ընդհանրապես բոլոր օնլայն կազինոները եւ ընդհանրապես կազինոները Հայաստանում։ Ինչպես աշխարհի մի շարք երկրներում է, օրինակ Պարսկաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ նահանգներում եւ մի շարք այլ տարբեր երկրներում, արաբական երկրներում, Էմիրատներում, Քուվեյթում, մյուս երկրներում։ Երկրորդ առաջարկը, որ ես արել եմ, որը առաջիկայում փորձել եմ նաեւ առաջ տանել, վերաբերվում է նրան իմ երկրորդ առաջարկին, որը գալիս էր ասելու, որ պետք է պետականացնել բոլոր կազինոները եւ օնլայն շահմռան խաղերը, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, դրանք պետական են Չինաստանում, Սինգապուրում, նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում դրանք կազմակերպվում են պետության կողմից։ Եվ երրորդը
Ես ինձ տեսնում եմ բազային ժողովում, ես որևէ ամբիցիա չունեմ այդ պաշտոնը եւ չեմ ունեցել։ Այսինքն քաղաքապետի ապագասում են քաղաքապետի հետ կապված երաշխավորություններ դուք եւ ձեր եղբայրը Չկա նման հավակնություն։ Այսինքն դրա համար ասում եք ցավացնողներից մեկ օրինակ ինչպես ձեր բառով ասեմ Տիգրան Ավինյանն է, որը Տիգրան Ավինյանը չի մասնակցել այդ նիստին եւ դեմ չի եղել։ Տիգրան Ավինյանը իմ ընկերն է եւ նաեւ բանավոր խոսքում ասել է, որ ցավում է այդ որոշման համար, եթե ինքը տեղում լիներ, կքվեարկեր կողմ։ Սա ուզում եմ ասել, որպեսզի Տիգրան Ավինյանի հետ կապված բոլոր բնակիչներ փակեն, նա իմ ընկերն է, նա սատարում է, ես սատարում եմ իրան, համարում եմ Հայաստանի Երևանի լավագույն քաղաքապետներից մեկը, եթե ոչ ամենալավը։ Առաջիկայում խոսենք դրանց մասին։ Առաջիկայում խոսենք, ոչ։ Իսկ ինչ հարցերն է ձեզ բողոքարկել Այո։ Ակնկալիք ունեմ, որ վարչությունը ինձ կլսի։ իր ընդունած որոշումը չավարտի։ Կարծում եմ, որ պիտի վարչությունը որոշում կայացնի։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Առաջիկա քննարկել կարիք ունի։ Շնորհակալ եմ բոլոր հարցերի համար։ Կարող լավ չեք բախում։